Մինչև 2018 թվականը 7 տարվա ընթացքում Հայաստանում եղել էր 100,000 հանցագործություն։ 2018 թվականից մինչև այսօր Հայաստանում 220,000 հանցագործություն է տեղի ունեցել, բացվել է քրեական վարույթ։ Մեր օպոնենտները կասեն, որ այդ քրեական վարույթները նրա համար են ստեղծվել, որ հակակոռուպցիոն պայքար է, կոռուպցիայի դեմ պայքար է։ Տարվա կտրվածքով, օրինակ 2024 թվականին քրեական վարույթների ընդամենը 1%-ն է հակակոռուպցիոն։ Այսինքն ինչ է կատարվում Հայաստանում։ Եթե դու օրինակ ապրում ես Վայքում դու ակտիվ գործարար ես, բայց ունես հայացքներ ընդդիմադիր։ Մեկ էլ մի օր հայտնվում է մի ԿՊԱ-ական տեղում, ով 100% ինչ որ դիմելու է դատախազին եւ ասի, որ քո տարածքի այն 4 մետրը, որ դու ունեցել ես, ինչ որ խնդրեմ ունի եւ դրա վրա բացվի քրեական վարույթ։ Այսպիսի ձևաչափ ամբողջ Հայաստանում հարյուրավոր է, քրեական գործերը հարյուրավոր են եւ հիմնական նպատակը որպեսզի ընդդիմախոսներին լռեցնեն։